Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Տիկին Մինասյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Չեմ ուզում մտնեմ քննարկման մեջ, զուտ տեքստային մի քանի հարց ունեմ, էլի տեքստի հետ կապված։ Առաջինը նշել եք ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում եւ տակը մեծ բարբերություն է։ Ըստ ձեզ, ըստ պատիվ ունեմ խմբակցության, խնդրում եմ նշել ՀՀ տարածքային Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թվային։ Ինչքան է Հայաստանի Հանրապետության տարածքը թվային։ Զուտ հարցը իմ համար անհասկանալի ձեր դիրքորոշման մեջ, էլի։ Երկրորդը նշել եք դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացում եւ մեկուսացում, բարբերությունը պետք է կարդամ։ Հայաստանի հարաբերությունները ՀՀ գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով վատթարացել են ավանդական ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների հետ առանց բավարար եւ կենսունակալ ընտրանքային անվտանգության համակարգերի ձևավորման անկայուն տարածաշրջանում Հայաստանը հայտնվել է խոցելի եւ մեկուսացված վիճակում։ Ովքեր են ավանդական ռազմավարական դաշնակիցները, խնդրում եմ պետությունները անվանական նշել, եւ երրորդ հարցը, այս զուտ էլի ընթացակարգային, դուք իհարկե այս նախագիծը բերել եք, որպեսզի լսումներ անցկացնեք, չէ՞, չեք ակնկալում, որ այս նախագծի շուրջ բերկա քննարկում ծավալվի կամ որևիցե դրական քվեով արժանանա։ Ու ես կարծում եմ, որ ձեր խմբակցությունը 7 հոգանոց է, չէ՞, 7 հոգուց ավել դրական քվե դժվար արժանանա, որտեղ լսումներին կարծեմ մյուս երկու խմբակցությունները չէին մասնակցում։ Վերջից սկսեմ։ Տիկին Մինասյան, ոնց կարողացաք մի հարցադրման մեջ այդքան սխալ բան ասեք, չգիտեմ, բայց սա փորձենք հատարած գնալ։ 1. Լսումներին մասնակցել է Հայաստան խմբակցությունը։ Դե նայեք, ինչ ասեմ։ Հայաստան խմբակցությունը մասնակցել է, Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունեցել։ Տեսնում եք։ Երկրորդ, մեր խմբակցությունը 6 հոգանոց է, Տիկին Մինասյան։ Երրորդ, լսումներին մասնակցել են նաև անկախ պատգամավորները, առնվազն մեկը իրենցից, որ ներկայացնում էր իրենց քաղաքական միավորը։ Բացի դրանից մասնակցում էին արտախորհրդարանական մեծ ուժեր, ազդեցիկ հասարակական միավորներ, նորից չասեմ ամբողջ տեքստը։ Ինչ ակնկալիք ես ունեմ, զարմանալի կլներ, եթե ես առավոտյան զարթնած լինեիք եւ ճշմարտության կողմը բռնած լինեիք, բայց ամենայնիվս ես անիմաստ աշխատանք կատարելու սովորություն չունեմ։ Ինձ շատ դուր է գալի, որ արդեն երրորդ մարդը իմ հետ մտնում է բովանդակային քննարկման մեջ, ու ասում է դե դուք երևի բովանդակային քննարկման մեջ չեք մտնելու, դե երևի բովանդակային քննարկում չեմ։ Երրորդ բովանդակային հարցն է։ Ու բովանդակային ինչքանով այնքը բովանդակային դա հարցի մյուս կողմն է, բայց ամենայնիվս բովանդակային քննարկում է, հենց որ հույս ունեմ գոնե 4-րդ մարդը, որ բովանդակային քննարկում սկսի, չի ասի, չսկսենք բովանդակային քննարկում։ Հաջորդը կապված Հայաստանի Հանրապետության տարածքի հետ։ Իմ դպրոցական դասագրքերում 29.8 էր։ Վերջերս իմ կողմից շատ հարգված պարոն Բագրատյանը շատ հետաքրքրական փաստեր է ներկայացնում, որ իրականության մեջ այն ավելի մեծ է։ Բայց կարծում եմ ես ձեր հարցին պատասխանեցի։ Ես իմ դպրոցական դասագրքերում կարդացել եմ 29.8-ով։ Դուք հիմա ինչ-որ նոր թիվ եք մոկոնել, բայց ամենայն դեպս ես էլ դա եմ կարդացել։ Ինչ վերաբերվում է ձեր նշած կետին, նախ ես իրավաբան չեմ, բայց ըստ մեր օրենքների, մեր միջազգային պայմանագրերի մեջ նշված է, թե ովքեր են մեր դաշնակիցները, գործընկերները, թե ում հետ ունենք ինչ մակարդակի հարաբերություններ։ Եթե ձեզ հետաքրքրում է բովանդակային, թե ինչի ենք այդպես նշել, կարող եմ մեծ սիրով հատ-առհատ թվարկել։ Օրինակ, ձեր փառահեղ այդ ժամանակ գլոկալացում էր Փաշինյանը անվանում, թե ռեգիոնալացում չեմ հիշում արդեն, արտաքին քաղաքական, մինչև բալանսավորված եւ առողջարար արտաքին քաղաքականության անցնելը ինքը ռեգիոնալացման արտաքին քաղաքականության կոչ էր անում եւ դրանից մի քանի ամիս հետո Վրաստանը կարծում եմ պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական նոտա հղեց, որտեղ ձեր նախկինում գործընկեր պատգամավոր, իսկ հիմա նորից նախարար Արսեն Թորոսյանը անզգուշությամբ սեփական թերացումները, իսկ այդ թերացումները մարդկային կյանքերի գներ ունեին, արժեք ունեին COVID-ի ժամանակ քողարկելու համար վիրավորել մեր հարևան Վրաստանին, հարևան եւ բարեկամ Վրաստանին։
օրինակ այդ կամ վերջերս վարված քաղաքականությունը առիթ հանդիսացավ, որպեսզի մեր հարևան եւ բարեկամ Իրանի որոշ ազդեցիկ պաշտոնյաներ հայտարարություններ անեն, որոնք մտահոգվելու առիթ են տալիս։ Եղել են պաշտոնյաներ, որոնք հակառակ հայտարարություններ են արել, բայց հերքել փաստը, որ եղել են վտանգավոր հայտարարություններ անհնար։ Ասեմ նաեւ, որ 2023 թվականին էր Սուրմալուի դեպքը, չէ՞, եթե չեմ սխալվում։ 23 թվականին Սուրմալուի դեպքից հետո էլի մեր համատեղ երկկողմ հարաբերությունների մեջ առաջին անգամ Ռուսաստանից եղավ պաշտոնական նոտա։ Ես կհիշեցնեմ, թե որն էր առիթը։ Հասարակաքաղաքական միավորներից մեկը Հայաստանում իմ խորին համոզմամբ բովանդակ եւ վտանգավոր հայտարարություններ տարածել, փորձելով ինչ-որ կապել Սուրմալուի ողբերգական դեպքը աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, եւ դրանի պատասխան եղավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական նոտան։ Ակնհայտ է, որ այդ իրադարձությունը ընդհանրապես առիթ էր եւ դա ցույց էր տալիս, թե ինչ մակարդակում են այդ թվում նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Ես այսպես շատ երկար կարող եմ շարունակել։ Դուք ԵՄ-ի հետ աննախադեպ, բացառիկ, էքսկլյուզիվ փաստաթուղթ եք պատրաստում, որը իր կարևորությամբ եւ բովանդակային բեռնվածությամբ համեմատվել անգամ չի կարող ՍԵՊԱ-ի հետ, որտեղ նա ընդհանրապես գործադիրների միջև հուշագիր է լինելու ամենայն հավանականությամբ, իսկ ՍԵՊԱ-ն առնվազն վավերացված էր բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից իմիջիայլոց, որ դուք անդադար ասում եք Արցախը վաղուց էր հանձնված եւ այլն, այդ հանձնված Արցախի մասին ՍԵՊԱ-ի մեջ հստակ նշված էին 3 հիմնարար սկզբունքներ ու դրանք վավերացվել են բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից։ Այս առհասարակ ցեվով է հանձնել Արցախը գոյություն չունեցող բանավեճի վերաբերյալ։ Ես կարծես ձեր բոլոր հարցերին պատասխանեցի։ Արձագանք Գիմնասյան։ Զուտ արձանագրման համար էլի իմ հարցերի պատասխանները ստացել եմ թե չէ։ Ընդունում եք, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները պարփակված են 29800 դուք դպրոցում եք սովորել, 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Եվ ընդունում եք, որ ըստ ձեր թվարկման հաջորդականության եւ ըստ ձեր տրամաբանության նոտաներով, միջպետական նոտաներով խաթարվում են ավանդական ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, եթե այդպիսիք կան, եւ հերթականությունը Վրաստան, Իրան, Ռուսաստան։ Ճիշտ եմ հասկացել։ Ոչ, հերթականությունը թվարկման բացառապես ըստ կարևորության չէ։ Մեկ էլ Ռուսաստանը Սուրմալիուի դեպքով էր։ Ես կարծում եմ դուք ինձ ուշադիր չէիք լսում, Տիկին Մինասյան։ Դե ուրեմն ավելի լուրջ խնդիր ունենք։ Ես թվարկեցի անհերքելի կետերը, հասկանում եք, նոտայի փաստի հետ վիճել հնարավոր չի։ Դուք կարող եք իմ հետ ժամերով բանակցել, բանավիճել, որ աննախադեպ եւ այլն այն բառերը, որ սիրում են ձեր մոտ։ Բայց իմ թվարկածները անհերքելի էին։ Այսինքն նոտայի արկայությունը հերքել չեք կարող։ Դրա համար ես ընտրեցի դրանք։ 1. Թվարկումը բացարձակ որևէ իմաստային ընտրություն չուներ, ավելի շատ երևի ժամանակագրական էր։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ֆիքսմանը, ես չգիտեմ, թե ինչի են որոշ ԿՊ խմբակցության որոշ ներկայացուցիչներ համարում, որ դա տենց անկյունը գցելու հարց հանդիմադրի բացարձակ։ Այո, նորից կրկնեմ, ես դպրոցում կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը 29.8-ը։ Ես ճիշտ ասած չեմ պատկերացնում, թե դուք ձեր կարծիքով ինչ տրամաբանական վիլկա եք պատրաստել դրա համար հետո, բայց ամենայն դեպս դա անհերքելի փաստ է, դա առանձնապես վիճելու բան գոյություն չունի։